Պատմական իրադարձությանն ընթരാճ մարտունակ կազմով ու մեդալային ռեալ հավակնություններով։ Փետրվարի 27-ից մարտի 5-ը եվրոպական սպորտի սլաքները կուղվեն դեպի Երևան։ Մեր երկիրն առաջին անգամ ընդունելու է հրաձգության Եվրոպայի առաջնությունը։ Այս օրերին ընթացող ինտենսիվ մարզումներին ներգրաված են նաև հրաձիգների անհատական մարզիչները։ Մարզումները համարյա ամեն օր անցկացվում, շաբաթական մեկ օր հանգստանում, դեպի մրցում գնալուց մի երկու օր կհանգստանան, արդեն պատրաստ են միջոցառման մարզումները անցնում են բարձր մակարդակով, արդյունքները բարձր են։ Եվրոպական ստուգատեսին կմասնակցի 40 երկիր ու ավելի քան 400 մարզիկ։ Հայաստանը ներկայացված է 30 մարզիկով։ Բոլոր մրցաձևերում ունենք տիտղոսակիր մարզիկներ։ Հավաքականում ամենափորձառուն Էլմիրա Կարապետյանն է, որը հերթական անգամ Եվրոպայի առաջնության է պատրաստվում վալիկի սպասելով։ Մարզիկը վստահեցնում է, որ սա իր համար ամենակարևոր ու պատասխանատու մրցաշարերից է։ Ինձ թվում է ավելի կարևոր ու ավելի պատասխանատու մրցաշար չէր կարող լինել, որովհետև Եվրոպայի առաջնությունը ինքը ամենամեծ մրցաշարերից մեկն է ամբողջ աշխարհում, կարելի ասել, ու ահա որ պատասխանատու է ու մենք որպես մարզիկներ ահա որ հպարտ ենք, որ վերջապես Եվրոպան եկել է Հայաստան, գալիս է Հայաստան։ Ամենաշատ մասնակիցները Հայաստանն ունի շարժվող թիրախ մրցաձևում, թե երիտասարդների, թե մեծահասակների պայքարում մենք ունենք Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ։ Երևանյան առաջնությունից սպասելիքները կրկին մեծ են։ Հավաքականը շատ լավ պարապմունք անում եւ ակնկալում ենք, որ Հայաստանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը մենք մեդալների ծառմասել չմնանք։ Եվրոպական ստուգատեսի առաջին մրցումային օրը փետրվարի 28-ն է։ Այդ օրը հրաձիգները ուժերը կչափեն շարժվող թիրախ մրցաձևում։ Արամ Մանուկյանը, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։